Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալիևի Ադրբեջանը մնում է որպես թնդանոթի միս։ Քրդերը Իրանի դեմ չեզոք են, Նեթանյահուն եւ Թրամփը սպասում են։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Քրդերը հրաժարվել են պատերազմել Իրանի դեմ եւ պաշտոնապես հայտարարել են չեզոքության մասին։ Թրամփին եւ Նեթանյահուին անհրաժեշտ է թնդանոթի միս գործողության ցամաքային փուլի համար, սակայն պարզվել է, որ այդ արկածախնդրության մեջ ներգրավելու ցանկություն ունեցող գրեթե չկա, բացառությամբ մեկ պետության։ Այդ պետությունը Ալիևի Ադրբեջանն է, գրում է Թալիշ ակտիվիստ Զաբիլ Մագերամովը։ Թուրքիան այլևս նախկինը չէ։ Բոլորը պետք է իրենց հաշվարկները կատարեն ելնելով այս իրողությունից։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թե ինչով է պայմանավորված Էրդողանի այս հայտարարությունը հստակ չէ, սակայն այն կարող է կապված լինել Իրանից Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռների վերջին միջադեպի հետ։ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խոցվել է Թուրքիայի հակաօդային պաշտպանության միջոցով երկրի օդային տարածքում, նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև մարտի 4-ին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իրանի հրթիռային հարվածները Թուրքիայի ուղղությամբ, դրանք անվանելով սադրիչ եւ երկկողմ հարաբերություններին սպառնացող քայլեր։ Մինչ Բաքվի իշխանության մեդիաները Իսրայելի բոլոր հակառակորդներին մեղադրում են պրո-հայկական քաղաքականության մեջ նրանց ավագ եղբայրները, թուրքերը այնքան էլ ոգևորված չեն Էփշտեյնի կոալիցիայի գործողություններից։ Թուրքական մեդիաները վստահ են, որ սիոնիստական հաջորդ թիրախը կարող է լինել հենց Թուրքիան։ Թեև պատմականորեն օսմանների եւ պարսիկների միջև երկար տարիներ մրցակցություն է եղել Մերձավոր Արևելքում առաջնորդության համար, այնուամենայնիվ Թուրքիային ձեռնտու չէ Իրանի լիակատար ոչնչացումը կամ Իսլամական Հանրապետության օրինական իշխանության տապալումը։ Սակայն Իրանի թուլացումը ըստ շատ թուրք վերլուծաբանների կարող է շահավետ լինել Անկարայի համար։ Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև կա պայմանավորվածություն առնվազն հրապարակային մակարդակում աջակցել միմյանց հակառակորդներին։ Միևնույն ժամանակ թուրքական իշխանական շրջանակներում մտավախություն կա, որ սիոնիստական ուժերի հնարավոր ուժեղացման դեպքում այդ պայմանավորվածությունները կարող են խախտվել եւ ճնշումն արդեն կուղղվի նաեւ Թուրքիայի դեմ, գրում է Թուրանսկի Էքսպրեսը։ ԱՄՆ-ի The Washington Times պարբերականի վերլուծության համաձայն Իրանը փորձում է խափանել Դոնալդ Թրամփի առաջարկած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ծրագիրը։ Հոդվածում նշվում է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու սարքերի հարձակումը դիտարկվում է որպես քայլ ապակայունացնելու Հարավային Կովկասը եւ խաթարելու խաղաղ գործընթացը։ Հոդվածի հեղինակի կարծիքով Իրանի նման գործողությունները ավելի շատ վկայում են երկրի թուլացման եւ տարածաշրջանում ազդեցության նվազման մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ներկայացվում է որպես աշխարհիկ եւ արագ զարգացող պետություն, որը չի ընդունել Իրանի հեղափոխական գաղափարախոսությունը։ Մեծ Թուրանի քարոզիչները իրանաբնակ թուրքախոսներին կոչ են արել վերադարձնել իրենց ճակատագիրը խաղաղ ճանապարհով Իրանից առանձնանալով եւ միանալով Ադրբեջանին, համարելով տարածաշրջանի բաժանումը պատմական անարդարություն 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Ամենայն հավանականությամբ այս մարտիկ դպրոցում բաց են թողել պատմության դասերը, հակառակ դեպքում նրանք կհիշեին, որ մինչև Թուրքմենչայի ավելի ճիշտ մինչև Գյուլիստանի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը իսկապես միատար էր Պարսկաստանի կազմում, գրում են պրոիրանական թելեգրամյան ալիքները։ Ադրբեջանցի падգամավորը պահանջել է պատժել Էրդողանի փեսային։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավոր Մուսա Գուլիևը կոշտ քննադատության է ենթարկել թուրքական Թուրքուվազ մեդիա գրուպ խմբի ղեկավարին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Բերատ Ալ-Բայրակն է։ Նրա խոսքով մեդիա խումբը տարածում է Ադրբեջանի եւ նրա ղեկավարության դեմ ուղղված նյութեր։ Գուլիևը հայտարարել է, որ նման հրապարակումները վնասվում են Բաքվի եւ Անկարայի հարաբերություններին եւ կոչ է արել Թուրքիայի համապատասխան կառույցներին գնահատական տալ դրանց։ Բաքվում ձերբակալվել է Beauty Time գեղեցկության սրահների ցանցի ղեկավար Քենուլ Համզաևան։ Ըստ Հախինազի նրան ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները օպերատիվ միջոցառումների ընթացքում։ Գործարար կինը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։ Տելեգրամյան ալիքներում նշվում է, որ նա Մեհրիբան Ալիևայի մերձավորներից էր։
Ադրբեջանում ռուսական անուն ունեցող գյուղերը կվերանվանվեն։ Կուբայի շրջանում Վլադիմիրովկան կվերանվանվի Էլբիր, Ալեքսեևկան Չինարլի, իսկ Թիմիրյազևը Բեհրալի։ Այս հարցը քննարկվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսում։ Թուրանսկի էքսպրեսի հաղորդմամբ իրականում այս որոշումը ուղղված է ադրբեջանական տարածքների ռուսազրկմանը եւ երկիրը Ռուսաստանի ազդեցությունից կտրելուն։ Նման գործընթացն արդեն եղել է Ուկրաինայում, միայն այստեղ առանց սվաստիկաների։ Փոխարենը ակտիվացվել է հակառուսական հիստերիան մեդիայում։ Նպատակը նույնն է, բացի այդ որևէ իրական ինքնության վերականգնում չի կատարվում, փոխարենը տեղի է ունենում թուրքականացման եւ վահաբիացման գործընթաց։ Այնտեղ, որտեղ չկա Ռուսաստանը, անխուսափելի են Ազովն ու ISIS-ը, գրում է Ալիքը։ Իսրայելցի շոումեն Ջուլի Լևին պատահաբար իր տեսահոլովակում բացահայտել է, որ Ցախալը դպրոցներն օգտագործում է որպես ռազմական բազաներ։ Ամեն անգամ, երբ սիոնիստները ավիահարվածներ են հասցնում մանկապարտեզների, դպրոցների ու հիվանդանոցների վրա, Պաղեստինում, Լիբանանում եւ Իրանում, նրանք հայտարարում են, որ այնտեղ զինվորական բազաներ են եղել։ Հիմա պարզվում է, որ Իսրայելը մեղադրում է ուրիշներին այն բանի համար, ինչով ինքն է զբաղվում, գրում են Telegram-յան ալիքները։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։